մի հետաքրքիր դեպք պատմեմ, Սիրիայում է տեղի ունեցել։ Ցնցող էր այդ պահը։ Մի եկեղեցու քույրիկ, որը ընդհանրապես հայերենից արաբերեն էր թարգմանում, այդ քույրիկը բերում է մի հատ անձնավորության, մի կին, նույնիսկ տեղն եմ հիշում Դերզորից։ Բացարձակ հայերեն չի հասկանում, բացարձակ։ Ու հիմա ես Աստծո խոսք պիտի խոսեմ իրեն։ Ես ասում եմ, մեր սիրիացի քույրիկ թարգմանում էր արաբերեն։ Ես Աստծո մասին եմ խոսում։ Այդ կինը նես չար հայացքով էր նայում, ինձ չեք պատկերացնում։ Արտահայտվեց վերջի ասեց, լսի, ես ուզում եմ քեզ հավատամ այն ինչ որ դու ասում ես, բայց չեմ կարա։ Ես զգացի, որ ինքը նույնիսկ ինձ լսելու ջանք անում, որ իմ ասածներին հավատա, որտեվ ես բարի լուր եմ տալիս իրան։ Հասկանում եք։ Բարի լուրը փոխանցում ասում Հիսուս սենց կարանի քեզ հետ քո կյանքը փոխի եւ այլն։ Աստծո հոգով առաջնորդված կարոզում էի։ Խոսքերը ոնց որ կպնեին պատին հետ դառնային։ Այնպես դժվար էր, մի հոգու եմ քարոզում, մի հոգու։ Հանկարծ մի հատ բան տեղի ունեցավ, որ որոշում չէր դա, ներսից էր։ Բերանիցս թռավ, ասի Հիսուս Քրիստոսի անունով հենց հիմա այն պատերն արգելքները, որ քո մեջ կա, քանդված թող լինեն։ Հայերեն ասեցի, մեր քույրիկը չհասցրեց թարգմանին։ Երկուսն էլ այդ ասածից վրա ոնց որ 3-4 հաշվին սկսեցին լացել։ Ու դրանից հետո արդեն ես նստած բացարձակ չէի խոսում։ Իրանք ազատագրվում էին։ Երևի 15 րոպե սնկրտալով sense լացեց այդ աղջիկը ու պատտվեց ինձ։ Արդեն էլի թարգմանության բանով ասեց, այ մա հասկանում եմ ինչ որ ասում ես։ Լրիվ ընկալեցի։ Ես հասկացա մի բան դուրս գնաց իր մեջից։ Այդ դիվային կապանքը քանդվեց։ Իհարկե դատապարտելի չի, ես չգիտեմ այդ կինը ինչով էր անցել։ Հնարավոր է դաժան ճանապարհով էր անցել իրականում։ Այդ արցունքները արդեն երևի իր մեջ սպառվել էին, բայց այդ օրվա արցունքները իր ազատագրության համար էին։ Այդ ցած աչքերը ազատագրության տիրոջ կպնելու համար էին։ Ու փոխվեց, ուրիշ մարդ տարա, լրիվ ուրիշ հայացք էր։ Լուրջ եմ ասում, ոնց որ նույնիսկ սիրունանար, նենց տգեղ էր sense նայում։ Ու հստակ ասում էր, ես ուզում եմ քո ասածներին հավատամ, բայց չեմ կարա։ Ես հավատում եմ, որ կարանք հանդիպենք նման մարդկանց, որ ոնց որ բետոն լինի, ոնց որ երկաթ լինի, խոսում ես տեղ չի հասնում։ Որ Աստծո խոսքը գալիս է կպնում այդ պատին հետ է դառնում, բայց փափուկ հոգի է պետք։ Դրա համար ասում Աստված ապրում է կոտրված հոգիներում։ Այդ կոտրված են, կոտրված չի որ կյանքը կոտրել է մի բան արել։ Մարդիկ այդ կոտրված բառը ուրիշ ձևի են հասկանում։ Ես ուսումնասիրել եմ այդտեղ հենց խոնար բառն է։ Գիտեք, ինչ որ բան եթե կոտրվում, ասես կոտրվում, խոնարհվում է, այսպես։ Չէ՞։ Այսպես գլուխը կախ։ Այս սա կոտրված գլուխն է։ Դրա համար Աստված ասում հպարտներին մեջքով եմ կանգնում, խոնարհներին շնորհք եմ տալիս։ Ինչ է այդ խոնարհությունը, այդ փափուկ հոգին է, փափուկ միտքն է, որ հանգիստ կարողանում ընդունի։